Ողջունում եմ ձեզ բոլորից, սիրելի եկեղեցի, շնորհակալ եմ Աղաջան եղբայր Տեր օրհնի հրավերի համար։ Փառք Տիրոջը, դուք շատ իմաստուն ծառայողներ, հովիվներ ունեք այս տարածաշրջանում, որքան որ եկեղեցիներ եմ այցելում, գիտեք ինչի, մի հատ գաղտնիք ասեմ ձեզ։ Հայաստանի հովիվները մի քիչ փափուկ են մեծացել։ Դուք ստեղ կոփված հովիվներ ու ծառայողներ ունեք եւ օրհնեք իրանց, աղոթեք, որովհետեւ այս դժվարություններով իրանք բավականին փորձառություններ են ձեռք բերել եւ Տիրոջից իմաստություն։ Մի քույրիկի մի անգամ ասեցին դուք շատ իմաստուն եք։ Ասեց ես իմաստուն չեմ, փորձառու եմ։ Իմաստուն լինե, այդքան շատ փորձառու չէ լինի։ Իմաստության պակասն է, որ ինձ փորձառու է դարձրել։ Հա, մենք ռուսերեն խոսք կա, վեկ ժվի, վեկ ուչիս։ Դրա համար, երբ որ մարդու աճը բոլոր բնագավառներում կանգ առնում, սա արդեն ինքնին վտանգ է։ Դրա համար մենք պիտի միշտ նախ եւ առաջ Աստծո խոսքի նկատմամբ ծարավ ունենանք։ Ամեն եք ասում։ Այո, մեր Աղաջան եղբայրը ներկայացրեց ինձ որպես հումորով եւ ես հիմա մի քիչ խոսքի հետ մի քիչ համահունչ է։ Դրա համար ուզում եմ այդ ոչ կանոնական մի հատ առակ պատմեմ ձեզ, որ մի քիչ համ հումոր լինի, համ էլ մի քիչ լուրջանանք։ 5 քրիստոնյա հայտնվում են դժոխքում։ 5 քրիստոնյա հայտնվում են դժոխքում։ Առաջինը ասում է, այս տենց է գիտեի է։ Երկրորդը ասում է, երևի այդպես էր նախասահմանված։ Գիտեք, առաջին դեպքում, եթե ինքը հասկանում է, որ ինքն է մեղավորը, գիտեր ուր է գնում ու գնաց։ Երկրորդ դեպքում ինքը դնում է պատասխանատվությունը վերևի վրա, որ այդպես էր մեկը նախասահմանել իր համար։ Դե գիտենք, ինքն էլ ուրեմն սխալ են, չէ՞ իրանց մտածելակերպով։ Երրորդը ասում է, երևի քիչ բարի գործեր եմ կատարել։ Չորրորդը կարող եք կռահեք դու մասին, հա։ Ասում է, ես դժոխքում չեմ։ Փորձում է իրավիճակը փոխի դավանելով։ Բայց ամենազավեշտալին 5-րդն է։ 5-րդը շատ ավելի իմաստուն է մոտենում խնդրին։ Եվ ասում է, Տեր, ինչ ունես ինձ այստեղ սովորացնելու։ Իհարկե զավեշտ է, բայց այստեղ բավականին մի քիչ դառնություն կա, դառը իրականություն կա, որ Սուրբ Գիրքը ասում է մարդկանց մեկ անգամ է տրված մահանալ, դրանից հետո կա դատաստան։ Ճանապարհին եղբայրների հետ որ գալիս ենք, մեր եղբայրներից մեկը որ ապաշխարել է հիմա նվիրված ծառայողը, նորադարձ ժամանակ իր վկայողին ասում է ուր գնամ, ինչպիսի եկեղեցի գնամ, ասում է գնա այն եկեղեցին, որտեղ քեզ կհանդիմանեն։ Այսինքն որտեղ քո ականջին շոյող բաներ չեն ասի, գլխի տակ փափուկ բարդ չեն տնի։ Նպատակը բժշկությունն է, նորոգությունն է։ Աստծո խրատը, Աստծո հանդիմանությունն է, հայրական հանդիմանությունը եւ խրատը, որը մեզ բժշկություն է բերում։ Մեր մարմինը չի ուզում մեր ականջներին ոչ հաճելի բաներ լսի, բայց հոգու համար դա շատ ցանկալի եւ ախորժելի է։ Որտեւ դրանից հոգին գնալով ավելի է թեթևանում եւ կտրվում է այս երկրային ունայն արժեքներից եւ իր հայացքը գնում ուղում դեպի երկինք։ Ինչի է գրվել Սուրբ Գիրքը։ Կարող ենք ասել ինչի համար է գրվել։ Իհարկե շատ պատասխաններ կարող ենք տալ, բայց հաճախ մենք մարմնավոր մտածելակերպով զինվելով մենք մտածում ենք, այս գիրքը կարդամ, որ օրհնվեմ, բժշկված լինեմ, հաջողակ լինեմ։ Այո եւ ամեն, այս գիրքը օրհնության, բժշկության աղբյուրն է։ Բայց այն օրհնությունը, որ մենք ենք հասկանում, հաճախ չի համապատասխանում այն նույն օրհնության ուղուն, որ Աստված է նկատի ունեցել։ Որովհետեւ Աստված ուզում է հենց այդ խրատի միջոցով աշակերտության, խոնարհության ճանապարհով մեզ օրհնի, որտեղ խոնարհներն են օրհնվում։ Իսկ մենք ասում ենք, չէ, այս վիճակով մնամ, բայց ուզում եմ օրհնված լինեմ։ Ասում եմ, ես էլ եմ ուզում քեզ օրհնեմ, բալես, զավակս, բայց եղիր ինձ մոտ, իմ առջևս քայլի, խոնարհ եղի, կատարյալ եղիր, եւ ես քեզ կօրհնեմ։ Եվ ընդհանրապես, գիտեք, խանութներում խանութի տերերը, աշխատողները իրանց մոտ տետրներ են, չէ՞ պահում։ Մենք ասում ենք նիսյաների տետր։
Ձեր մոտ են այդպես ասում։ Հա։ Չկա։ Մեր մոտ կար, ասենք գնում ես այնտեղ տետր ունի գրում է խոսքի Կարեն 50,000 դրամ պարտ կա, պետքա բերի, խոստացել է հաջորդ շաբաթ բերի։ Գրվում են բաներ, որ հիշվեն ում ինչա տրվել։ Մեր եղբայրներից մեկը Վանաձորում մեկին կեչուպ էր տվել եւ փոխանակ անունը գրել էր կեչուպ 60,000 դրամ։ Ու մոռացել էր։ Ինքը ասում սիրող շատ լավ եղբայր է։ Հա, ու փոխանակ անունը գրել է կեչուպ 60,000 ու գնաց այդ չբերեցին, դե պարզա այդ գրող այդ ով որ վերցրել է, տեսնում այդ գրելու ժամանակ, որ անունը չի գրում, նայել առիթից օգտվում է։ Հիմա խնդիրը որն է, ես գիտեմ, որ դուք իմաստուն հոյներ ունեք եւ ձեզ շատ առողջ խոսք են մատուցում։ Այս բեմից եւ ձեր բեմերից շատ առողջ վարդապետություն ունեք, շատ իմաստուն խոսքեր հնչում։ Ես կփորձեմ մի փոքր էքսկլյուզիվ, մի քիչ ոչ ստանդարտ նյութ ձեզ հետ կիսվեմ եւ մի քանի բան էկրանի վրա հենց այդ ամեն կետերի հետ կապված, որպեսզի գիտեք ինչի եմ նպատակս ցույց տալու, որովհետեւ տեսած բաները մենք հեշտ ենք հիշում։ Տարիներ առաջ ես Բաշկիրայում քարոզել եմ կատարելության մասին եւ այնտեղ ուազիկ մեքենան եմ ցույց տվել, ուազիկը ռուսական արտադրության եւ այնտեղ գրված էր 1965 եւ 2015 թիվ, այդ մեքենան որևէ փոփոխության չի ենթարկվել ու տակը գրած է совершенство не требует изменений։ Ինքը ի սկզբանե կատարյալ ա եղել։ Հիմա այսօր ու այդ մարդիկ հենց այդ ուազով հիշում են այդ քարոզը։ Որտեւ տեսել են ցույց եմ տվել։ Ես հիմա, գիտեք, լավ լուր ունեմ ձեզ համար, բայց նաև վատ լուր ունեմ։ Ինչ առումով, կասենք դու բարի լուր ես քարոզում, թե վատ լուր ես քարոզում։ Մենք 7 եկեղեցիների մոդելը ունենք հայտնության գրքի, կարդացել ենք, չէ՞, որ Տեր Հիսուս Քրիստոսի աչքից չի վրիպում ոչ մի բան։ Նա ասում է, այս լավ բաները ունես, ամուր բռնիր։ Բայց ասում այս վատ բաներն էլ ունես, որը իմ աչքի առաջ է, եւ ես սրա վրա աչք չեմ փակելու, այդ լավով այդ վատը չեմ ծածկելու, ոնց որ մենք ենք մտածում։ Մեր մտածելակերպի մեջ է, Տիրոջ հետ սկսում ենք շուկայական հարաբերություններ ձեռք բերել։ Տեր ջան, թե փոքր հանցակս, տես արելի, բայնորը տես ինչ մեծ բաներ եմ արել։ Մարդկանց են վկայել, չգիտեմ, զոհաբերություն եմ արել, բայց Աստված լավին լավ ասում, վատին վատ ասում։ Սուրբ Գիրքը ասում է ամեն դատար խոսքի համար ինչ պիտի անես, պիտի պատասխան տաս։ Այդ դատար խոսքը, հիմա ես 5 տարի առաջ մի հատ դատար խոսք եմ ասել, կամ 30 տարի առաջ։ Այդ ո՞նց պետք է, այդ որտեղից պետք է դրա համար պատասխան տամ։ Բանա, վաղեմության ժամանակը անցնելով դատական process-ը դադարացված է։ Վաղեմության ժամանակը, երկնքում վաղեմության ժամանակի խնդիր չկա։ 1000 տարվա խնդիրն էլ, մեղքերն էլ, հանցանքներն էլ այսօր նույնպես ակտուալ են եւ կարեւոր են։ Մենք չենք կարող ասել 30 տարին անցել է ամնիստիա եղել։ Եթե չես խոստովանել, եթե դրանից չես ապաշխարել, ամնիստիա չկա։ Հո չեմ նեղացնում Ժորժ ջան։ Հա՞։ Տիրոջ աչքից ոչ մի բան չի վրիպում։ Այսօր ուզում եմ խոսեմ գրքերի մասին։ Գիտեք ինչ եմ վերնագրել իմ խոսքը, երկնային արխիվ։ Ձեր մոտ մի քիչ ուրիշ մոտեցում կա այն մի վերնագրին, ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Ամեն բան Տերը գիտի։ Մենք հաճախ ասում ենք կողքինի տես ասա, կողքինի տես ասա, քեզ, քո անձին ասա, Տերը գիտի քո բոլոր գործերը։ Դրանց մեջ մտնում են թե լավ բաները, թե վատ բաները։ Եվ բայց դրանց մասին հերթով կանցնենք։ Եվ 5 տակարանի ամենամեծագույն հերոսներից մեկը Մովսեսը, նույնիսկ 5 տակարանի պաշտոնյա լինելով, ինքը դեռևս արդեն գիտեր երկնքում եղած գրքի մասին։ Եվ ինչ ասում։ Բայց հիմա Մովսեսը Տիրոջ հետ զրույցի մեջ է։ Ասում է, բայց հիմա եթե նրանց մեղքերը պիտի ներես, ների, եթե ոչ 32 ելից։ Եթե նրանց մեղքերը պիտի ներես, ների, եթե չպիտի ներես, կաղաչեմ ավիրի ինձ էլ քո գրած գրքիցդ։
Այսինքն իմ անունն էլ այդ գրած գրքից ջնջի։ Եվ գիտեք ինչ է հետաքրքիր, որ Տերը չի ասում Մովսես, «Էս ինչ երևակայություն ունես, ինչ գրքի մասին, ինչ ջնջելու մասին, լա հանգստած այդպիսի բան չկա»։ Հաջորդ խոսքը ինքը Աստված հաստատում է, որ Մովսեսը ոչ թե երևակայության մեջ է, այլ խորը հայտնություն ունենալով է այդ աղոթքը կատարում։ Եվ ինչ ասում 33-րդ խոսքը, Տերը ասեց Մովսեսին. «Ով որ ինձ դեմ մեղանչեց, նրան իմ գրքիցս պիտի ավերեմ»։ Սա հատուկ նրանց համար, որ այսօր լուրջ մոլորյալ վարդապետություններ է սկսել շրջանառության մեջ դրվել, որ ասում են փրկված մարդը չի կարող կորցնել փրկությունը։ Եկեք ուրիշ ձևով ձևակերպենք հարցը, որ ասում են մարդը կարա փրկությունը կորցնի թե ոչ։ Եկեք ուրիշ ձև ձևակերպենք։ Կարա մարդը Հիսուսին թողնի թե ոչ։ Մենք փրկությունը չենք առանձնացնում Հիսուսից, փրկությունը ինքը Հիսուս Քրիստոսն է։ Հնարավոր չի մեկը Հիսուսին թողնի, բայց իրեն շարունակի համարել փրկված։ Աստված բռնապետ չի, մեզ չի կալանավորել, երբ որ մենք եկել ենք իրան, մուտքի դուռը բաց է, բայց ելքի դուռն էլ է բաց։ Այո, ասում է, ինձ մոտ եկողին ինչ եմ անի, դուրս չեմ անի։ Բայց դա չի նշանակում, որ մենք կամավոր կերպով չենք հրաժարվի իրանից։ Իհարկե Աստված դա չլինի, միջև վերջ մնանք հավատարիմ, Տիրոջը նվիրված։ Եվ Սաղմոս 69:28-ի մեջ Սաղմոս 2-ն ինչ ասում։ Կենաց գրքիցը ջնջվեն նրանք եւ արդարների հետ չգրվեն։ Նույնիսկ Սաղմոս 2-ի մեջ ունի այդպիսի հայտնություն, որ կան արդարներ եւ կան ամբարիշներ, մեղավորներ եւ այդ մարդկանց անունները իրար հետ անհամատեղելի են եւ Աստված զատելու է։ Սուրբ Գիրքն ասում, որ գամ, Հիսուսն ասում է, գամ ինչ պիտի անեմ, գառներին այծերից պիտի զատեմ։ Մեղքը չի կարող երկինք գնալ։ Հետևաբար, եթե ես կամ դու մտածում ես, որ թեկուզ փոքրիկ մեղքը կարող ենք մենք երկինք տանել մեզ հետ, մենք շփոթված ենք։ Կամ որոշ դեպքերում այս գողական աշխարհն ասում է, դե 100%-անոց մարդ չկա, իբր թե իրանք 99%-անոց են, էլի։ Գիտեք, ոսկու վրա են ոսկու ձուլածոներ կան, չէ՞։ Գիտեք ինչի է 3-9 գրած։ 3-9 ստորակետ 9։ Ну 4-9-ա դառնում։ Հեչ մտածել եք ինչի է գրվում։ Չի կարա 1000 գրվի։ Ինքը 1000-ը հալած վիճակում։ Սարելուց հետո իրա վրա փոշի է կպնում։ Այդ սարեցման ընթացքում ինքը իրա վրա գալիս է այլ ինչ որ բաներ եւ ինքը արդեն այդ 1000-րդականը, ոչ թե 1%-ը 999 ստորակետ 9, այդ 0.01%-ը այդ դրա համար չեն գրում։ Հիմա որպեսզի մենք լինենք 1000-անոց, մենք պիտի Սուրբ Հոգու կրակի թալոցի մեջ լինենք։ Որպեսզի մաքուր լինենք, զտված լինենք։ Հայտնության 20-րդ գլուխ 12 համարը։ Ասում է, տեսա, Տերը ցույց է տալիս Հովանեսին, Հովանես առաքյալին ցույց է տալի տեսիլք։ Տեսա փոքր ու մեծ մեռելներ, որոնք Աստծո առջև կանգնած են, ուշադիր լսեք, երկնքում է։ Գրքերը բացվեցին։ Ինչ է գրած, գրքերը բացվեցին, հոգնակի է գրված, գրքեր, ուրեմն, եթե հոգնակի է, ուրեմն 2 եւ ավելին է, չէ՞, համաձայն եք, 2 գրքերը բացվեցին եւ ուրիշ գիրք էլ բացվեցավ, այսինքն կյանքի գիրքը, հիմա, ես մի կողմում կյանքի գիրքն է բացված, ես մի կողմում էլ ուրիշ տեսակի գրքեր են բացված, ուրեմն ես մի բան հասկացա, որ երկնքում մի քանի տեսակ գրքեր կան, ուրեմն կյանքի գիրքը, որ գրված է, ես մի կողմում էլ ուրիշ գիրք բացվեցավ, որը կյանքի գիրքը, եւ գրքերի մեջ գրված մեռելները դատվեցին իրենց գործերի համեմատ, ուրեմն երկնքում մի քանի տեսակ գրքեր կան, բայց միջև այդ երկնքի գրքերին անդրադառնանք, ես պարտավոր եմ ասեմ ամենակարևոր գրքի մասին, դա Աստվածաշունչ գիրքն է, որի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքով պայմանավորված է, թե այնտեղ եղած որոշ գրքերում մենք կլինենք
Եվ որոշ գրքեր կա, որոնք ցանկալի չի որ լինենք։ Եվ շատ կարևոր է, որ մենք այդ գրքի հետ ճիշտ վարվենք։ Աստված իր հրաշալի, իր երկնային, ասենք զորությամբ այդ գիրքը պահել է միջև մեր օրերը։ Գիտեք ինչքան Աստծո թշնամիներ կան, որոնք փորձել են այս գիրքը վերացնեն երկիր մոլորակից, բայց Աստված իր նախասահմանությամբ, իր կարող զորությամբ պահել է, որ այս գիրքը գրավոր տեսքով հասնի մեզ։ Մենք ունենք չէ այդ գիրքը։ Մի հատ լավ պատճառ ասեմ Տիրոջը փակ տալու։ Տիրոջը մեկ ասա, Տեր, շնորհակալ եմ այս գրքի համար։ Առաջի գիրքը, մենք գիտենք, ունենք գրքեր, որ ոսկեզոծ են, այդտեղ էլ կա, չէ՞։ Ոսկեզոծ, հա կողքերը։ Հա, դե ներկած է, ինչ արած։ Ոսկեզոծ, ես Աստվածաշունչ ունեմ, որ ինքը ոսկեզոծ է։ Մենք սովորենք, չէ՞, որ Աստվածաշունչը ասում ենք ոսկի։ Ես գույն եմ դրել, խնդրում եմ այդ ոսկի գիրքը դնենք, առաջինը դա ոսկեզոծ գիրքն է, դա Աստվածաշունչ գիրքն է։ Որովհետև մենք կարդում ենք Հայտնության 3-րդ գլխի մեջ, որ ասում է, ես քեզի խորհուրդ եմ տալիս, որ ինձանից կրակի մեջ փորձված ոսկի ծախու առնես։ Ուրեմն Աստծո խոսքը մեր համար ոսկի է, որը մեզ կարող է բերել, մաքրել եւ մեզ այդպիսին դարձնել։ Այդ խոսքը մեր մեջ պիտի բնակվի, որ մենք դառնանք այդպիսին։ Նորից եմ կրկնում, գույների մեջ որևէ վարդապետական հիմնավորումներ չփնտրեք, հետո ինչ ասեք մոլորված, ուղղակի հիշողության համար, որպեսզի մեր մեջ տպավորվի, ես գույները պայմանականորեն եմ դրել, ցեղ չկա խորը վարդապետական խնդիրներ։ Առաջինը Աստվածաշունչ գիրքն է, ունես դու այդ գիրքը։ Ժամանակին այն կոմունիստական շրջանում աթեիստական դիֆիցիտ էր սուրբ գիրքը։ Մարդիկ չունեին այդ գիրքը, բայց մենք ունենք թե հեռախոսների մեջ, թե տներում տարբեր թարգմանություններ, Տերը ողորմի մեզ, որ երբեմն այդ թարգմանություններով իրար հետ բախվում ենք, իմ թարգմանությունն ավելի ճիշտ է, քան քոնը, սենց ու մի հատ սենց ահավոր բան է դառնում։ Ռենարդ Բոնկեին, երբ որ հարցրեցին, իսկ դու որ թարգմանությունից ես օգտվում, գիտեք ինչ ասեց։ Ասեց Սուրբ Հոգու թարգմանությունից եմ օգտվում։ Կարևորը հեղինակի հետ ընկերություն անեմ։ Սուրբ գրքի հեղինակը Սուրբ Հոգին է։ Նա ինձ կբացի։ Գիտեք, հարյուրավոր տարիներ մարդիկ կարդացել են այդ թարգմանությունը, հիմա ասում եմ հայտնվել են ոմանք, որոնք փորձում են ասեն սխալ է, բայց մարդիկ ապաշխարել են, լուրջ բաներ արվել իրանց միջոցով, հիմա ասում են սխալ է։ Այ մարդ ո՞րն է սխալ, եթե մարդիկ Տիրոջը նվիրվել են, ճանաչել են, փրկվել են, արժանացել են երկնային արքայությանը։ Սուրբ գիրքը ասում է, ամբողջ գիրքը Աստծո շունչն է եւ օգտակար է։ Օգտակար ինչի համար, սովորացնելու, հանդիմանելու, շտկելու, խրատելու, որպեսզի Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստված։ Եվ խոսքը միայն մեկ լսի ինքզին խափելով, այլ ինչ արեք կատարեցեք, որտեղ այդ խոսքը ինչ կանի ձեր հոգիները կփրկվի։ Ուրեմն հնարավոր չի շրջանցել Աստծո խոսքը եւ համարել, որ դու փրկված ես։ Ես խոսքից սկզբից մոռացա ասեմ, շատ Տեր օրհնի փառաբանության խմբին շատ ընտիր երգեր էր, բայց մեր մի քանի շաբաթ առաջ մեր երիտասարդականին ես պատգամ տվեցի, մեր երիտասարդներն էլ երգում են, ասում եմ, գիտեք ինչ, մի բան ասեմ ձեզ, էլի։ Չնեղանաք։ Ասում եմ, երիտասարդներ, դու գիտեք, որ երբեմն դալիճում, պաշտամունքի ժամանակ ավելի շատ մեղք է գործում, քան դրսում։ Երբ որ երգում եք, Տեր, սիրում եմ քեզ, պատկանում եմ քեզ, ուզում եմ քո կամքը կատարեմ, Տերն ասում, սուտ ես ասում։ Որտեւ ստեղից դուրս, այդ քո ասացի հիման վրա ես քեզ բաներ եմ ուզում ասեմ, դու սկսում ես ընդդիմանալ։ Չես թողում որ անեմ, չես թողնում։ Ես խոսքս նա չի, կոչ չեմ անում, որ մենք չերկենք։ Երկենք, բայց ասենք Տեր, այդ երկածս թող իրականություն դառնա։ Ինչի՞ է Սուրբ Գիրքը ասում, թող թույլն ասի, ես ուժեղ եմ։ Ուրեմն ասա ու հավատա, որ Տերը քո խոսքդ իրականություն կդարձնի։ Ոչ թե չէ, Տեր ջան, սատանան օգտվում է, որ դու մի քիչ Տիրոջը շատ չես հնազանդել, ասում, չերկես։
Չերքես, դու իրավունք չունես երգես։ Պիտի երգեմ, որ դառնամ Աստծո ուզածը։ Պիտի երգեմ, որ դառնամ, բայց ոչ թե անհոգություն անեմ, ամեն օր երգեմ, բայց իմ կյանքս, ես Արտաշ եղբոր մոտ խոսեցի երկակի կյանքի մասին, հիբրիդային կյանքի մասին, օրիգինալ քրիստոնեության դեֆիցիտ կա այսօր։ Որն է օրիգինալ քրիստոնեությունը, ում աղբյուրը Սուրբ գրքից է, ովքեր Սուրբ գրքով են շարժվում։ Ոչ թե այլ աղբյուրներից են օգտվում, որտեղ Աստծո խոսքը կարա մեզ միայն փոխի։ Եվ այս խոսքը չի վերաբերվում այս դահլիճից դուրս գտնվողների, այլ կոնկրետ նրանք, ովքեր եկեղեցականացված են եւ եկեղեցու մեջ լինելով ամեն օր ինչ են անում Աստծո խոսքը լսում են։ Մեր օրերի մեջ մենք տեսնում ենք, որ Աստծո ողջախոհ խոսքը փոխարինվել է, գիտեք ինչ, անհայտ ծագումով կամ շինծու հրաշքների, շոուների, որոնք բնականաբար չեն կարող մարդկանց կյանքը փոխել։ Բայց մարդիկ գնում են այսպիսի բաների հետևից։ Ինչի, որովհետև մարդը միշտ փնտրում է նոր բաներ, հրաշքներ, շոուներ, որպեսզի կարողանա իր անձի մեջ եղած իր տկար, խանձված խշմտանքը բավարարի։ Բայց մինչդեռ Աստված ուզում է, որպեսզի մենք ողջախոհ լինենք։ Մենք տեսնում ենք Սուրբ գրքի մեջ պատմություններ, օրինակ։ Մենք տեսնում ենք Աղքատ Ղազարոսի եւ Մեծահարուստի պատմությունը։ Ես շեշտը ուզում եմ շատ դնեմ Աստծո խոսքի վրա։ Շատ ամբողջ այդ առակ չի դա, իրական պատմություն է։ Շատերը ասում են առակ, որովհետեւ առակների մեջ անուններ չէր տրվում։ Աղքատ Ղազարոսի պատմության մեջ տեսնում ենք, որ երկուսն են մահացան, չէ՞։ Ինչ կատարվեց։ Մեծահարուստը տեսնելով Աղքատ Ղազարոսին հանգստի մեջ, հայր Աբրահամին ճանաչելով, դիմեց ասեց. հայր Աբրահամ, Ղազարոսին ուղարկի մեր տուն, 5 եղբայրներ ունեմ, որ գնա իրանց խոսի, որ տեսնեն հարություն առած Ղազարոսին, անպայման կհավատան, բայց ինչ է ասում Աբրահամը, ասում է, ոչ չեն հավատա, եթե հարություն առած Ղազարոսը գնա, նրանք օրենքը եւ մարգարեներ ունեն, թող նրանց նայեն, ասել է թե խոսքը Աստծո, ուրեմն Աբրահամը մի կարևորագույն պատգամ հասցրեց, որ մարդուն փոխողը, երկինքին արժանացնողը հրաշքները չեն, կոնկրետ ստեղ իրական հրաշքի մասին է խոսքը, բայց նույնիսկ առավել եւս շինծու հրաշքները չեն կարող մարդու կյանքը փոխեն։ Հիմա մենք ինչի հետևից ենք ընկած, հրաշքների, թե ողջախոհ Աստծո խոսքի, որը կարող է մեզ երկինք տանել։ Սա շատ ակնհայտ մի հատ, շատ ակնառու մի պատմություն է, որտեղ մենք տեսնում ենք, որ մարդը հրաշք է ուզում իր եղբայրների համար, բայց Աբրահամը չի բավարարում այդ պահանջը։ Ասում է նրանք խոսք ունեն, այսինքն հրաշքից ավելի մեծ բան կա, դա Աստծո խոսքն է, որ այսօր ասում է մի ասի ով պիտի բարձրանա Հիսուսին իջացնի, ով պիտի իջնի Հիսուսին բարձրացնի, այլ այդ խոսքը քո շուրթերիդ վրա է, քո սրտիդ մեջ է, ես շատ մոտ է քեզ։ Ոսի այդ խոսքը դիեզերքն է արարել այդ խոսքով։ Ու հանկարծ այդ խոսքը քո սրտի մեջ է։ Դու պատկերացնում ես, մենք այդ խոսքի կրողներն ենք։ Ինչքան մեծ պատիվ եւ արտոնություն է Աստված մեզ տվել։ Այդ գրված խոսքը, որ կա այսօր, եւ նաեւ այդ խոսքը մեր սրտերի մեջ է։ Հաջորդ դեպքում մենք տեսնում ենք թեև էլի գործ ունենք երկնային ներգործության հետ, բայց նույնպես Աստված իր շեշտադրումը դնում է խոսքի վրա։ Երկրորդ Պետրոսի մեջ, որ բանավոր ասեմ, Պետրոս առաքյալը նկարագրում է այն այլակերպության լեռան դրվագը, որ ասում է մենք այն լեռան վրա ենք եւ այն ձայնը լսեցինք մեզ հետ խոսացողի, որ նա իմ սիրելի որդին, չէ՞։ Բայց ասում եմ մարգարեական խոսքն էլ ունենք, որ ավելի հաստատուն է, որևէ կասկած, որևէ մեկը չէր կարող ունենալ, որ երկնքից խոսացողը հայրն է։ Բայց հիմքում դրվում է ոչ թե տեսիլքները, հայտնությունները, այլ Աստծո մարգարեական խոսքը, որ դարձյալ մենք ունենք։ Ուրեմն մի դեպքում հրաշքի խնդրանք հարություն առնելու, երկրորդ դեպքում տեսիլքները, այո եւ ամեն, իրական հրաշք է,
իրական հրաշքա տեսիլքը, իրական հրաշքա հարությունը, բայց դարձյալ Աստված իր սլակը ուղում է իր կենթանի խոսքի վրա։ Աստծո կենթանի խոսքն է միայն մարդուն փոխում։ Որևէ հրաշքներ, ինչ որ այլ անհայտ ծագումով, ինչ որ մարգարություններ, տեսիքներ մեզ չեն կարող փոխել։ Ես իմ աշխատանքի վայրում մի տարեց գոլեգա ունեի, ինքը վերին աստիճանի համեստ անձնավորություն էր, կնոջը սպանել էր անհավատարմության համար, բայց համեստ անձնավորություն էր։ Հա, նստել էր դուրս էր եկել եւ իրան ես վկայեցի, խոսեցի, ինքը 60 անց մարդ էր։ Ասի դե գաղտնիք չի, չէ, որ դու քո կյանքիդ մեծ մասը ապրել ես։ Նույնիսկ եթե 100 տարի ապրես, ասի ժամանակն է, կարծում եմ, որ արդեն հավիտենության մասին մտածես, հավիտենական արժեքների մասին մտածես, Աստծո հետ կյանքդ շտկես, հաշտվես։ Ասես ես այդ հարցը լուծել եմ։ Ասի ո՞նց ես լուծել։ Ասավ Փեսայիս աղջիկաս հանձնարարել են, որ մահանամ, քահանային կանչեն գաղութին ուղարկի դրախտ։ Ասի չեն կարա իրանք ուղարկեն։ Սուրբ Գիրքը ասում է, մարդկան սահմանված է, մեկ անգամ մեռնել, դրանից հետո ինչ կա դատաստան։ Հնարավոր չի։ Այս կյանքում է տրված հնարավորություն հաշտվելու Հիսուս Քրիստոսի հետ, ընդունելու նրան անձնական Տեր ու Փրկիչ եւ արժանանալ հավիտենական կյանքի։ Երկրորդը, ուրեմն ոսկուց մենք ասում ենք սպիտակ գրքին։ Սպիտակը դա կյանքի գիրքն է։ Ես մի ընկեր ունեմ, մի անգամ այդ հոգևորական ինքը ինձ ասեց, ո՞նց կարող եք դուք վստահ լինեք, որ դուք փրկված եք, ոչ ոք չգիտի, փրկվածա թե ոչ, միայն Աստված գիտի։ Ասի դու ճիշտ ես, միայն Աստված գիտի եւ նրանք գիտեն, ում որ Աստված ասել է։ Սուրբ Գիրքն է մեզ ասում, որտեւ դուք որդիներ եք եւ Աստված իր որդու հոգին դրել է ձեր սրտերի մեջ, որը կաղաղակի Աբա Հայր։ Հովանես առաքյալը շատ ամուր վստահություն ունի, ասում է մենք գիտենք, որ մենք մահից կյանքի ենք անցել։ Ինչի հիման վրա, որովհետև եղբայրներին կսիրենք։ Վստահ գիտենք, որ մենք փրկված ենք։ Եվ Տեր Հիսուսը ասում է Ղուկասի 10-ի մեջ ասում է դուք մեկ ուրախացի նրա համար, որ դևերն են ձեզ հնազանդվում, այլ ուրախացեք, որ ձեր անունները պիտի գրվի կյանքի գրքի մեջ։ Ես ձեզ ուզում եմ ստուգեմ։ Ուրախացեք, որ ձեր անունները պիտի գրվի կյանքի գրքի մեջ։ Չի պիտի գրվի, որ արդեն գրված է։ Կգնանք այնտեղ կերևա։ Ոմանք էլ գիտեք, չէ, այդ sense փափուկ բարձերով ապրում են, հետո ներքին ձայն ասում է, հա, ապեր, կաշվիր։ Որովհետև այլ հիմքերով մարդը չի կարա փրկվի, միայն Հիսուս անունը, միայն Աստծո խոսքը, կենթանի, որ կարա մարդուն փրկի։ Փիլիպեցիս 4:3-ի մեջ Պողոս առաքյալը գրում է. «Իրավ քեզ էլ կաղաչեմ, իմ հարազատ լծակիցս, դու էլ օգնական եղիր նրանց, որոնք ինձ հետ աշխատեցին եւ ավետարանի մեջ Ղեմեսին եւ մյուս գործակիցներիս հետ, որոնց անունները կյանքի գրքի մեջ են, արդեն գրված են կյանքի գրքի մեջ»։ Իր գործակիցները, իր գործընկերները, որոնց մասին ինքը վկայություն է տալիս, որ վստահ է, ոնց կարա մարդը վստահություն ունենա, եթե ոչ վկայությամբ Տիրոջից, որ այս մարդկանց անունները կյանքի գրքի մեջ է։ Շատ տարիներ առաջ մեր եկեղեցում մենք մի հարցում արեցինք, անդամական պաշտամունքին, դեռ տնակի մեջ ենք, աղաջան ջան։ Անանուն թերթիկներ բաժանեցինք, գրիչ դրեցինք եւ 3 հարց ընդամենը, 3 հարց են գրել, ջրով մկրտված ես, պետք չի քարոզել, այո կամ ոչ, Սուրբ Հոգով մկրտված ես, այո կամ ոչ, քեզ փրկված համարում ես, այո կամ ոչ։ Գիտեք որն էր ողբերգությունը, որ քիչ չէին դեպքերը, երբ որ մարդիկ առաջի երկուսին պատասխանել էին այո, բայց երրորդին ասել էին ոչ։ Սա ողբերգություն չի, եղբայրներ քույրեր։ Մարդը ջրով մկրտված է, Սուրբ Հոգով մկրտված է։
Սուրբ Գիրքը ասում է դուք փրկության օրվա համար Սուրբ Հոգով ինչ արինք, կնքվեցինք։ Դու կնքված ես, պեչատա դրված, փրկության կնիքը, Սուրբ Հոգու կնիքը դրված է քո վրա։ Դու փրկված ես եւ հանկարծ մարդը վստահ չի, որ ինքը փրկված է։ Բայց Սուրբ Գիրքն էլ ասում, եթե արդարը հազիվ փրկվի, ամբարիշն ու մեղավորը ինչ պետք է լինեն։ Լավ գրված է, բայց եկեք մեր հիմքերը ամրացնենք։ Վստահությունը ամրացնենք։ Ես այսօր ասեցի Արտաշ եղբորանց եկեղեցում, ասում եմ, մի տղա գալիս է հորը, ասում է, հայրիկ, ուզում եմ քեզ հարցնել, ինչի է, որ պապիկը անընդհատ Սուրբ Գիրք է կարդում։ Ես ինչքան նայում եմ Սուրբ Գիրք է կարդում, ասում է, տղա ջան, ինքը պատրաստվում է ավարտական քննությանը։ Շուտով իր ավարտական քննությունն է։ Հիմա որս գիտենք մեր ավարտական քննությունը երբ է լինելու։ Ով գիտի։ Ոչ մեկս չգիտենք։ Ինչի են կարևոր բաները հետաձգում անորոշ ժամանակով։ Ասենք դեր ուզում եմ իմ կապը քու հետ ամրացնեմ։ Ուզում եմ, որ իմ անունը կյանքի գրքի մեջ գրվի եւ այնտեղից չավիրվի, չջնջվի։ Ուրեմն առաջինը ոսկեզոծ գիրքն է, դա Աստվածաշունչն է, երկրորդը կյանքի գիրքը։ Երրորդը ես երկնագույն եմ դրել։ Երրորդ գիրքը երկնագույն գիրքն է։ Հիշատակի գիրք բարի գործերի համար։ Վարսկի համար բարի գործերի հիշատակի գիրքը։ Մաղաքիա 3-րդ գլուխ 16-րդ խոսքը ասում է, այն ժամանակ Տիրոջից վախեցողները իրարու հետ խոսեցին, Տերը մտիկ արավ ու լսեց եւ իր առջև հիշատակի գիրք գրվեցավ։ Տիրոջից վախեցողների համար եւ նրանց անվա վրա մտածողների համար։ Եվ հետո խոսում է շարունակության մեջ վարսկի ինչ վարսահատություն պետք է լինի։ Տիրոջից վախեցողները։ Հիմա եթե դու ուզում ես, որ քո անունդ գրվի այդ կապուտ գրքի մեջ, հստակ այստեղ բան կա, հուշում կա մեզ համար, թե ում անունները կգրվի։ Տիրոջից վախեցողները։ Նրա անվան վրա մտածողները։ Շարունակական է, ոչ թե հավաքույթի ֆորմատում, այլ դու գիշեր ու ցերեկ, ինչ է նշանակում նրա անվան վրա մտածեմ։ Ինչ մտածեմ նրան։ Այդ անունը, այդ բովանդակությունը, ստեղ ճանաչողության փափակ կա, որ դու մտածում ես, ասում ես Տեր, ինձ թվում էր ես քեզ ճանաչում եմ, բայց բանից պարզում է, որ դու ավելին ես, քան ես քեզ գիտեմ։ Ես ուզում եմ խորհեմ այդ անվան մեծությունը, ուզում եմ ավելի օրեցօր բացվի ինձ եւ բացվելու հետ մեկտեղ ավելի շատ նվիրվեմ քեզ։ Ինչքան շատ է բացվում, այնքան ավելի ենք նվիրվում։ Մի կարևոր բան ասեմ Սուրբ գրքի հետ կապված։ Շատ ինձ համար անընդունելի զայրացնող է, երբ որ մարդը ասում է, ես Սուրբ գիրք կարդալու ժամանակ չունեմ։ Գիտեք, եթե մենք սիրում ենք Աստծուն, եթե մենք սիրում ենք Աստծո խոսքը, մենք կկարդանք այն, ինչ որ սիրում ենք։ Չենք կարդում, որովհետև չենք սիրում։ Ինչ սիրում ես, դրա վրա էլ ժամանակ ես ծախսում։ Ամեն ինչի համար ժամանակ ունենք, բացի Սուրբ գրքի վրա։ Ասա Տեր, իմ սերը ավելացրու քո խոսքի նկատմամբ։ Մենք Սամվել Բամբակյան անունով տարեց մի եղբայր ունենք, ինչ մեծ իրան։ 90 տարեկան հասակում մեր մոտ սեմինար էր անցկացնում, ոտքի վրա կանգնած, ասում ենք աթոռ տանք, նստեք, ոչ, ես իմ մարմինս պիտի ճնշեմ։ Ոչ։ Գիտեք ինչ հետաքրքիր մոդել տվեց աղոթքի։ Ասում է, եթե մի բան հոժար չես անել, Տիրոջ առաջ անկեղծացի։ Ասա Տեր, հոժար չեմ անեմ, բայց հոժար եմ, որ ինձ հոժարացնես։ Թե ասում է, ատկազով էլ պետք է գնամ։ Ասել եմ պետք է չէ ու գնամ դրանով։ Ո՞վ է դրանից դժվերլու։ Դու։ Ասա Տեր, չեմ ուզում անեմ, բայց հոժար եմ, որ իմ մեջ այդ ցանկությունը բերես։ Մի մարդ երկու զավակ ուներ, մեկին ասեց արա, ասեց կանեմ, չարեց, այն մեկը ասեց չեմ անի, հետո զղջաց գնաց արավ։ Այստեղ կապ կա, գիտեք, ինչի կապ կա, որ հետո ներգործեց, հայրը ներգործեց իր վրա, մենք էլ կարանք մի բանին ասենք ոչ, հետո զղջանք, Սուրբ Հոգին նուրբ աշխատանք սկսի տանել, զղջանք ասենք, այդ ինչի,
Տեր ջան, կներես, որ այդ արագ ասելը բոլոր ասո մարդկանց կյանքը քննեք, առաջի արձագանքը ոչ էր։ Ես Մովսեսը այնտեղ տեսնում ենք Գեդեոնը չեմ կարող, հետո Տերը կամած ասես, այդ քեզ ա թվում, այսա սովորես, քեզ կսարքեմ այնպես որ անես։ Ամեն եք ասում։ Գործք առաքելոս 10-րդ գլխի մեջ մենք գիտենք Կորնելոսի պատմությունը։ Նայել նրան նայելով ու խիստ վախենալով ասեց. «Ինչ է Տեր»։ Հրեշտակը ասեց նրան։ Այցելել էր Կորնելոսին։ Քո աղոթքները եւ ողորմությունները Աստծո արչեւ ելան ինչի համար, հիշատակվելու համար։ Հիշատակի գիրք կա, որ գիրքներ, աղոթքը, ողորմությունը եւ այն որ ինքը ուներ աստվածաբախություն, ժողովրդին շատ ողորմություն էր տվել, Աստծուն աղոթք անող մարդ էր, սա էր հիշվել։ Հիմա երկնային գրքի մեջ, այս կապույտ գրքի մեջ, քո եւ իմ մասին ինչ կա, կարող է դատարկ այդ գիրքը քո անուն տակ։ Քո անուն տակ ցենց ոչ մի բան գրված չի։ Այդ լավ չի։ Ես չեմ խոսում փրկվելու մասին, խոսում եմ վարձքի մասին։ Խոսում եմ նրա մասին, մենք ոչ թե գործում ենք որ փրկվենք, այլ քանի որ փրկված ենք, նրա համար էլ գործում ենք։ Քիչ է խոսում վարձքի մասին այսօր եկեղեցիների մեջ։ Այո, ամենակարևորագույն պատգամն է փրկությունը, ապաշխարությունը, բայց դրանով չի ավարտվում ամեն ինչ։ Դրանից հետո վարձքի խնդիր կա, որ դու հաճեցնես քո հորդ, քո սիրելի հոր կամքը կատարես այս երկրի վրա, քանի որ ինքը մեծ կյանք է տվել։ Եբրայեցից 6:10-ի մեջ հեղինակ ասում է, քանզի Աստված անիրավ չի, որ ձեր գործերը մոռանա եւ այն սերը, որ իր անվան համար ցույց տվեցիք, որ սուրբերին ծառայեցիք եւ կծառայեք։ Անցյալում ծառայել եք եւ նաեւ ներկայում շարունակական, ոչ թե ժամանակ առ ժամանակ ըստ տրամադրության, այլ կա կայունություն, հարատևություն կա դրա մեջ։ Ոչ թե պետք է, էլի Տեր, սա երկու բան կանեմ, որտեվ գործս նեղ է, այքուց կարևոր խնդիր ունեմ, երկու բարեգործություն անեմ, որ Աստված ինձ օրհնի դրա համար։ Տալիս եմ որ տրվի։ Սրա մասին չի խոսա, շուկական հարաբերություն չի։ Գործք առաքելոցում մարդիկ կենթի պես սիրահարված էին Աստծո վրա։ Բարնաբասը ինչ արեց։ Առաքյալ մարդ էր, ագարակը ծախեց հողամասը, բերեց դրեց առաքյալների ոտքի տակ։ Ինչի արիր, այդքան միամիտ ես այդ տղան, չի ես անում։ Սիրում էր Աստծուն։ Սիրում էր Աստծուն եւ դրա համար արեց։ Եվ այդ հիշատակի գրքի մեջ վստահ եք, որ գրվեց։ Այդ կապույտ գրքի մեջ գրվել է։ 4-րդ գիրքը լացի եւ չարչարանքների գիրքն է։ Կարմիր եմ դրել ես դրան։ Արյան հետ կապ ունի։ Այո, այս գրքի մեջ, գիտեք, հատուկ կարգավիճակի մարդիկ կան։ Այս կարմիր գրքի մեջ հատուկ կարգավիճակի մարդիկ կան։ Սա լացի ու չարչարանքների գիրքն է։ Սաղմոս 56:8-ում ասում է. «Իմ թափառական պտտվելս համրեցիր, արցունքներս քո տիկիդ մեջ դիր, միթե նրանք քո գրքիդ մեջ գրված չեն»։ Տեսեք, ես անձեռոցիկ եմ օգտագործում։ Ինչ ենք անում։ Անձեռոցիկը սրբում ենք ու թափում ենք։ Բայց ստեղ ռուսերենում մենակ շատ լավ ասում. «Положи слезы мои в сосуд у тебя, не в книге ли они твоей»։ Ուրեմն, երբ որ արցունքներ կա, սա չարագործության արցունքներ չի։ Հալածանքի, չարչարանքի, Տիրոջ անվան համար են արցունքներն է։ Մենք դադարել ենք թաշկինակ, չէ՞ օգտագործելուց։ Բայց Տերը, երբ որ տեսնում է քո արցունքը, այդ իր սասուդը, այդ անոթը գալիս է, արցունքները հավաքում է եւ ընտեղ այդ հիշատակի գրքի մեջ դրված է։ Այդ անոթների մեջ դրված է, այդ արցունքները չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Տերը գիտի քո արցունքները, Տերը գիտի քո չարչարանքները։ Այո, սա այս բոլորին չի տրված, բայց կան մարդիկ, ովքեր անցնում են մեծ դժվարություններով։ Սա մի բարձր կարգավիճակ է։ Սա նույն այն օրինակն է Աղքատ Ղազարոսի, որը իր կյանքի մեջ բազում չարչարանքներ կրեց։ Կարծում եք Ղազարոսը չէր լացում։ Վերքեր ցավեր ուներ, ոնց կարար չլացեր, սոված էր, ոնց կարար չլացեր, բայց Աստված այդ արցունքները տեսնում է, գիտի քո ծածուկի լացերը։
նա գիտի քո ծածուկում ինչի համար ես լացում։ Եվ Տերը այդ արդյունքները հավաքում է իր անոթի մեջ։ Եբրայեցիս 11-րդ գլուխը մենք գիտենք, հավատքի գլուխն է, չէ՞։ Եվ այդ հավատքի գլխի մեջ նվաճեցին, հաղթեցին, էս արեցին, բայց ոմանք էլ նահատակվեցին, սղոցվեցին, չարչարվեցին, լուրջ խնդիրների մեջ ընկան։ Նույնպես հավատքով, սրանք ոչ թե անհավատությամբ եղան, այլ հավատքով եղան։ Ստեփանոսին քարերով խփեցին եւ Հիսուսը ոտքի վրա կանգնած նրան դիմավորեց։ Հայտնության 6-րդ գլուխ 9-ից 10 համարների մեջ այնտեղ գրված է եւ 9-րդ կնիքը քանդվեց սեղանի տակ, տեսա այն մարդկանց հոգիները, որոնք սպանված էին Աստծո խոսքի համար եւ նրա վկայության համար եւ իրենց տրված էին եւ մեծ ձայնով աղաղակեցին. ով սուրբ ու ճշմարիտ Տեր, միչև երբ պիտի չդատես եւ մեր արյան վրեժը չլուծես երկրի բնակիչներից։ Ճերմակ հանդերձներ տրվեցին նրանց ու ասվեցավ նրանց, որ քիչ ժամանակ էլ հանգչեն միչև նրանց ծառայակիցներն էլ նրանց եղբայրները լման լինեն, որոնք իրենցպես պիտի սպանվեին։ Սրանք մի բարձր ստատուս ունեն, որոնք չարչարվել են, նահատակվել են, բայց այդ ամեն ինչը գրվում է այդ կարմիր գրքի մեջ, որոնք գին են վճարել։ Գիտեք ինչ, ես չեմ կարող հավատամ, որ խաչի վրի ավազակը, որը արժանացավ, որ դու ինձ հետ դրախտում կլես, եւ Ստեփանոսը նույն բարձքը ունեն։ Խնդիրը փրկությանը չի վերաբերվում, փառք Տիրոջը, Տիրոջ ասած խոսքը ճշմարիտ է, նա փրկված է։ Բայց բարձքի խնդիր կա, կարգավիճակի խնդիր կա։ Եվ վերջինը 5-րդ գիրքը, չար գործերի հիշատակի գիրքը։ Դատաստանի համար։ Սա սև թուղթն է, էլի։ Չորնի սպիսկն է, սև ցուցակն է։ Դանիել 7-րդ գլուխ 10-րդ խոսքը ասում է նրա առջև, տեսեք, Աստված Հովանեսին ցույց տվեց տեսիլք, Աստված Դանիելին ցույց տալի մեծ տեսիլք, նրա առջև կրակի գետը կելներ ու կվազեր, հազարավորներ ծառայություն կանեին նրան եւ բյուրավորներ նրա առջև կկայնեն։ Ատյանը բազմեցավ։ Ատյանը գիտեք, չէ՞, դատական այդ համակարգը, դատելու եւ գրքերը գրված է, գրքերը բացվեցին։ Դատաստանի, որի վճիռը լավ չի։ Այո, մենք քրիստոնյաներս կանգնելու ենք Քրիստոսի ատյանի առջև։ Ես էլ եմ այդպես հավատում, որ քրիստոնյաների դատաստանը աշխարհիկների դատաստանի հետ չի լինելու։ Մենք Քրիստոսի ատյանի առաջ ենք կանգնելու, բայց մարդիկ պիտի կանգնեն արդար դատավորի առջև։ Եվ հարցը ո՞րն է։ Հարցը նա է, որ Աստված մի քանի տեսակ հարաբերություն ունի մարդկանց հետ։ Ինչպիսին են այդ հարաբերությունները։ Արարիչ, ստեղծագործություն, դատավոր, մեղավոր, հայր եւ որդի։ Հիմա եթե մենք ունենք հայր եւ որդի հարաբերություններ, Քրիստոսի միջնորդությամբ որդեգրությունը եթե ունես, դու արդեն արդարացված ես։ Այդ դատաստանից, այդ սև ցուցակից դու կարող ես խուսափել։ Աշխարհի մեջ որևէ դատական համակարգում, որևէ դատավարության ժամանակ չի եղել նման դեպք, որպեսզի հանցագործին արդարացնելու համար պահանջվի նրա խոստովանությունը հանցանքի մեջ։ Սովորաբար խոստովանությունից հետո պատիժա չէ ենթադրվում, բայց մեր դեպքում արդարացումը գալիս է ընդունելով մեր հանցանքը, որովհետև ընդունելով մեր հանցանքը մենք ասում ենք, որ այո, ես հանցավոր եմ, բայց Հիսուսը իմ համար է այդ հանցանքի պատիժը կրել, որպեսզի այդ հանցանքի պատիժից ինձ ազատի եւ արդարացնի։ Ուրեմն ոչ թե դատարանում ես պիտի փորձեմ ինձ արդարացնեմ, որպեսզի խուսափեմ այդ դատաստանից, այլ պիտի ասեմ, այո, ես հանցանքը գործել եմ, բայց Հիսուսը իմ արդարությունն է։ Իմ մեղքերի համար է խաչվել, ինձ արդարացնելու համար է հարություն առել։ Եվ ես ընդունում եմ, հիշում եք, չեն քահանան, որ Հիսուսին խաչում էին, ասում էր,
ասում առանց գիտակցելով էր ասում, թող իր արյունը մեր վրա լինի, մեր զավակների վրա լինի։ Հիմա մենք կարող ենք ասենք, Տեր Հիսուս, թող քո արյունը մեր վրա լինի եւ մեր զավակների վրա լինի։ Եվ մենք քո արյունով արդարացված լինենք եւ մաքրված լինենք։ Առաջի Տիմոթեոսի մեջ ասում է կան մարդիկ, որոնց մեղքերը հայտնի են եւ առաջվանից դատաստանի հասած են։ Եվ կան մարդիկ, որոնց մեղքերը հետո պիտի հայտնվեն։ Առաջի Տիմոթեոս 5-րդ գլուխ 24-25 համարները։ Նույնպես էլ ոմանց բարի գործերը հայտնի են եւ այն գործերը, որ հայտնի չեն կարող ծածուկ մնալ։ Մեր Աստվածը այս տարի մեր Ռաֆայել եղբայրը հայտարարել է ծածուկի տարի։ Մեր Աստվածը շարժառիթի եւ ծածուկի Աստվածն է։ Մենք շատ բաներ ենք, գիտես, արտաշ եղբորած մոտ ասեցի, մենք ընտրում ենք հեշտ ճանապարհը, լինելու փոխարեն փորձում ենք ցուցադրել։ Փոխանակ լինենք այդպեսին, մենք փորձում ենք հեշտ ձևը գտնենք, ասենք ցույց տանք այդ ինչ որ պիտի լինենք, բայց չկանք։ Ցույց տալը ավելի հեշտ է, քան լինելը, բայց Տերը սրտեր քննող է։ Ասենք Տեր, չեմ ուզում ցույց տվող լինեմ, այլ ուզում եմ լինող լինեմ։ Տերը մեզ կանչել է, որպեսզի կոչվել ենք, որպեսզի լինենք։ Հիմա մենք միայն ուրախանանք կանչվելու համար ճիշտ չի։ Միայն ուրախանանք կոչվելու համար ճիշտ չի։ Պետք է ուրախանանք դառնալով, լինելով Քրիստոսի նման։ Ամեն եք ասում, եկեք կանգնենք Տիրոջ առջև եւ աղոթենք։ Խնդրենք Տիրոջը, ասենք Տեր, գուցե ուրիշ գրքեր էլ կա, բայց այս մի քանի գրքերը, որոնք կարևոր են այսօրվա իմ պատգամի մեջ, առաջինը դա Աստվածաշունչ գիրքն էր, մենք տեսնում ենք, որի հետ կարևոր է մեր հարաբերությունները այս չար օրերի մեջ նորոգենք։ Երկրորդը կյանքի գիրքն է, Աստված ուզում է, որ դու վստահ լինես, որ քո անունդ գրված է կյանքի գրքի մեջ։ Երրորդը վարսկի գիրքն է, կապույտ գիրքը, որ Աստված ուզում է, որ դու վարսկով գնաս, այնտեղ դատարկ չլի քո անվան դիմաց, այլ այնտեղ գրված լինի քո գործերը, որոնք արել ես Հիսուսի անվան, Աստծո փառքի համար։ Այո, կարմիր գիրքը դա մարդիկ են, ովքեր նեղություններ եւ չարչարանքներ են կրել, արցունքներ են թափել, Աստված տեսել է քո արցունքները եւ ասենք Տեր, չլինի հանկարծ, որ այս սև գրքի մեջ իմ անունը հայտնվի, որ ես դատաստանի մեջ լինեմ, այլ ուզում եմ քեզ ծառայող լինեմ, Հիսուս Քրիստոսով արդարացված լինեմ եւ արդարության հանդերձները միջև վերջ մաքուր պահեմ։ Խոնարհեցնենք մեր գլուխները։